Բարի երեկո հարգելիներս, ես Մկրտիչ Նիկոլայ Կարապետյանն եմ, ես ուզում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ ճանաչում են և չեն ճանաչում, եթե ճանաչեն, ներկայացնեմ ինքս ինձ, քանզի չկա դեռ, չի գտնվել մի մարդ Հայաստանի Հանրապետությունում, որ իրոք հանդիպեր իմ հետ և վերջով ավելի պարզաբանեինք, էլի, պարզություն մտցնեինք այն ամենքի մեջ, ինչ ես ներկայացրել եմ միշտ։ Շատ-շատերին իհարկե դա հետաքրքիր չի, որտև անհասկանալի եմ իմ արած գործերով։ Իսկ արած գործերը նա է, որ ես պնդել եմ, շեշտել եմ և ասել եմ, որ ես հեղինակն եմ։ Հեղինակն եմ այն ամենքին, որ ներկայացրել եմ, հեղինակն եմ այն բանի, որ ես Մկրտիչ Նիկոլայ Կարապետյանս պնդում եմ, որ ուղիղ եթերի ժամանակ, հարգելիներս, ցավն է տանում, լսեք, ուղիղ եթերի ժամանակ իմ միտքը նմանապես կարողանում է, եթե տեսնի ամպը, օպերատորը ուղի ամպին, լինի դա Ամերիկա, Չինաստան, որտեղ ուզում է լինի, ես կարող եմ մտովի վերացնել ամպը։ Ուրեմն շեշտեմ ասեմ և խնդրեմ, բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, իմ խնդրանքը ձեզ, եթե դուք, ոչ թե եթե, այլ դուք համոզված եմ, հնարություն ունեք գնել չիպ, որ զապիս անեք այն ամենքը, ինչ տեսել եք։ Ինչ եմ ես սա ասում, իմ խնդրանքը ձեզ փոխանցում, որ բոլորս եմ մահկանացու ենք։ Բայց կլինի մի պահ, ընդհանրապես լինում են ազգերի մեջ գողեր, գաղափարական գողեր, այն ամենքը, որ իրանք չեն անում, իմանում են, և հետո վերագրում են իրանց ազգին և պետությանը։ Սա մի մեծ հարստություն է, սա մի կարողություն է, որ ես հայտնաբերել եմ։ Ուրեմն պատասխանի մեջ կար այն, որ ես պնդում եմ, որ մարդը կարող է էներգետիկ ինֆորմացիոն դաշտից ռեգեներացնի իր ներսի օրգանները։ Դա հնարավոր է։ Ես քանի տարի բարձրաձայն եղել է, ճիշտն ասած, ներողամիտ կնեք, դաժե հայոյել եմ, քֆուր եմ տվել, որ վերջը չգտնվավ Հայաստանի Հանրապետությունում որոցը մեկը, որ ասեր լավ ախպեր, լավ արի այս տղուն կանչենք էլի, այս սնես պատասխանատու հայտարարություններ անում, ոնց կարող է պատահի մարդու միտքը ուղիղ եթերի ժամանակ հաղթահարի անցնի ճանապարհը, որ կաբելով արտացոլում է լույսը ձեր սենյակ և նմանապես պիքսելների միջոցով, էկրանը դե պիքսելներ ունի, բարակ փոքր, ուրեմն նմանաձև ամպը վերացնի, չգտնվավ, ցավոք սրտի, շատ եմ ափսոսում, դրա համար իմ խնդրանքը, եթե կարող եք զապիս արեք, որ տարիներ հետո գուցե որոցը մի հատ սրիկա այլ ազգերից, որ կարողանա ցանկություն ունենալ վերագրի դա իրան, եթե դաժե գտնեն պատասխանը, որ ես դա բացառում եմ, պատասխանը միայն ես ունեմ, ու այդ պատասխանի մեջ է թաքնված նա այն ամենքը, որ մարդը կարող է էներգաինֆորմացիոնի դաշտից դրսի էներգետիկ ինֆորմացիոն դաշտից քաղել և ընդունել այն էներգիան, տիրապետել այն ամենքին և իր ներսից օրգանները ռեգեներացի, դա նշանակում է, որ կարող է, ոնց է տրիդեն տպում, չէ, նույն ձև, հավատացնում եմ ձեզ, եթե պակասում է օրգաններից մեկը, նա կարող ավելանա, ինչ եմ ես սա ասում,
որտեղ պատասխանի մեջ թաքնված է դա։ Ես դեռ դա շատ շուտ եմ ասել, բայց այս վերջերս իմ Facebook-ում հայտնվեց մի գեղեցիկ կին, աղջիկ, որ այդ ամենքը սկսեց, այդ ամենքի մասին սկսեցին խոսել, որ Չինաստանում 70-ական թվականներին հայտնաբերել են, որ դա իրականում հնարավոր է։ Ուրեմն հավատացնում եմ ձեզ, ես անձամբ դա լսում եմ առաջի անգամ։ Հիմա ես շեշտեմ, ասեմ ձեզ բոլորի, թե ինչի հեղինակն եմ։ Ցավն տանեմ Հայլիի միջոցով, 1, որ նայում եմ Հայլիին եւ ոչ միայն մի Հայլի, այլ մի քանի Հայլի։ Նմանաձև միտքս կարող եմ անդրադառնալ։ Կարողանում եմ մասնիկներին տիրապետել եւ նույնիսկ փուչիկն եք շարժան Հայլիին նայելով։ Դա 1։ Ուրեմն ոնց սկսավ այս ամենքը, ես դեռ կարողա հիշողությունս ինձ դավաճանի կոմպյուտերի Skype-ով առաջի անգամ իմ կոմպյուտերի Skype-ով խնդրեցի իմ ծանոթ ընկերոջ անունը չեմ տա։ Ուրեմն Skype-ը պայի որից է մի ամպի վրա։ Ուրեմն ես նայելով Skype-ին կամերային նայեցի Skype-ին եւ ամպը վերացրի։ Շատ է ուրախացել, բայց ասեմ լեզուս գծել էի, ընկերս ճիշտ անդեից ասում է ինչ եղավ, ինչ արիր, ասի ես շնորհակալ եմ։ Գախնի պայեցի եւ սկսի մտածել։ Մտածեցի ինչ ուղղությամբ, այն ուղղությամբ, որ եթե Լարային ճանապարհներով իմ միտքը կարողացավ հաղթարել եւ անցնել, ուրեմն Սարի Մգրդիչ ջան փորձի մի հատ հերոստացով, բայց հարցեր առաջ գալիս, թե ինչքանով կարող եմ ես դա անել, քանզի հերոստացի մեջ չկա կամերա, не было в телевизоре камеры։ Դա էր ինչ շատ մտածելու տեղի տալի, ուրեմն սկսի փորձել։ 2015 թվականին արդեն համոզվեցի, որ դա իրականում կա։ Ուրեմն Օլիմպիադան էի վախտով։ Չինաստանում բիաթլոնի օլիմպիադա էր, թե կարող ես մոռանալ, բայց ոչ հեռավոր անցյալում օլիմպիադա սկսավ, չէ։ 2000 թե 11-ից մինչև 13, 10 այդ կարգի, մինչև 15 թիվ։ Դրանից հետո էլ եղավ։ 15 թվականին ես համոզված եմ, որ դա կա, բայց օլիմպիադան հետո եղավ, մինչև 2018, 2018, 19, 20, 21-ին, թե 22-ին չեմ կարող հիշել, բայց հավաստիկ ասեմ ձեզ, որ դա ես արեցի։ Ուրեմն նայելով հեռուստացույցին, օլիմպիադան ուղիղ եթեր էր, ես դա արեցի, ստացվեց։ Որից հետո ստեի հեղափոխությունը, որ Բաղրամյան Պողոտայում, որ գոռում էին Նիկոլ Դավաճան, Նիկոլ Կապիտուլյանտ, այն ժամանակ ինձ ճիշտ ասած քաղաքականությունը հետաքրքիր չէր, այլ հետաքրքիր էր այն ամենքը իմ թեման, որը ես երկար տարիներ էլի այդ թեմայի մեջ եմ, եւ ես սկսեցի նմանապես աշխատել։ Նույն ձև ուղիղ եթերի ժամանակ դա կատարվեց։ Ասեմ ձեզ, համարեցի, որ սա ոչ միայն իմ անձնական, այլ պետական կարգավիճակով կարելի էր գնահատական տալ եւ միայն առանձին պետական մակարդակի այս հարցի լուծումը գտնել, որովհետեւ միայն պետական մարմինների կողմից ես կարայի ելնեի միջազգային արենա, քանզի պատասխան ունեի եւ ունեմ, դա թաքնված է այստեղ։ Ուրեմն ասեմ ձեզ, եւ խնդրեմ, եթե կա որևէ մեկը, որ վերջով սենց ասած ցանկություն կունենա, որ համոզվի, դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, հարգելիներս, հավաստիկ
Արեք ես ապացեմ դա։ Ես դա ապացեմ։ Եվ էլի եմ պնդում։ Значит, регенерация отдельных органов, даже отдельных органов, это возможно. Дайте мне условия, տվեք ինձ հնարավորություն, պայմաններ, ու ես կոնկրետ ժամանակը չասեմ, բայց 6 ամսից մի քիչ ավել է ինձ պետք, որ ես ազատ շնչեմ, ես բրախյալն ասմաս վերանա և որոշ խնդիրներ, ու հետո գնամ ստուգման։ Թող ռենգեն գցենեն, ինչ են ասում, տեսնեմ, որ իմ աչքումից թոքը արդեն վերականգնվել է։ Տեսեք ինչ եմ ասում։ Регенерация возможна։ Ինձ պետք է միայն և միայն տալ հնարավորություն, որ ես ապացեմ։ Ես շատ բան չէի ուզում, և շատ բան չէի կարա ուզեի պետական մարմիններից, պետությունից։ Նամակներ եմ գրել այն ժամանակվա ԱԾ-ի տնօրեն պարոն Վանեցյանին, ցավոք սրտի պատասխանը չգիտեմ ինչի չստացա, բայց հետո Վանեցյանից հետո չեմ հիշում ով էր տնօրենը, ազնիվ խոսք։ Բայց իրանց անունով շատ հարգելից ձևով նամակը գրել եմ։ Խնդրել եմ հանդիպում։ Ես շատ շնորհակալ եմ, որ իրանք կազմակերպեցին և թույլ տվեցին, որ վերջը ԱԾ-ի աշխատակիցների հետ հանդիպեմ և որոշ բաներ ներկայացնեմ, ներկայանամ անձամբ, որ ասեմ ես այն մարդ եմ, որ կարողանում եմ անել սա, և սենց հարցեր կան, որ պիտի պարզվի։ Կխնդրեմ ձեզ, աջակցեք, ու պատրաստությունս եմ, իմ պատրաստությունս եմ հայտնել իրանց, որ թեմայի վերաբերյալ, թեմայի շուրջ, եթե գտնեք, որ ես ձեզ պետք եմ, պիտանի եմ, ես պատրաստ եմ, գիշեր կլինի, ցերեկ կլինի, առավոտ կլինի, եթե դուք գտնեք, ես ձեզ պետք եմ, ես խնդրեմ, ես իրանց ասել եմ, և այդ աղունիկի մասին, որ նայեցի հայացքս կպավ, էներգետիկ դաշը աղոնականը գցեց, ես դա ասել եմ, որ կարող եմ անել սա, դրանում ոչ մի սարսափելի բան չկար, բայց էլ եմ կրկնում, ցավոք սրտի շատ եմ ափսոսում, որ չգտնվա ոչ մի համարձակ տղամարդ կամ կին, որ ասեր, լսեք, վերջով Մկրտիչը ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, Գյումրիում, մեծացել է և ոչ միայն ես, այլ իմ ծնողներս ծնվել են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սկան բանը նա շեշտում և պնդում է, ինչն է պատճառը, որ մենք չենք կարող աջակցել, ես հոմ ձեզանից փող չէի ուզում, ես ուղղակի ասում եմ, եթե դուք վերջապես պատասխանը ուզեք, դա կներեք արդեն, թե ոնց է իմ միտքը ուղիղ եթերի ժամանակ անցնում այդ ճանապարհը, այդ ժամանակ կներեք, դա գումար արժի, իրականում արժի գումար, և իմ համար բավականին մեծ գումար է դա։ Մնացածը խնդրեմ։ Ափսոս, շատ ափսոս, որ չկարողացան ոչ մեկ չգտնվա, որ կազմակերպի, իհարկե, մեկ հոգի, ես անունը չեմ տա, ես անձամբ շնորհակալ եմ իրան, տա Աստված իրանք հաջողություն, հույսով եմ ինքն է կլսի, կազմակերպեց, ես ունեցա շատ հակիր, շատ կարճ հեռուստաեթեր, բայց ափսոսում եմ այդ ժամանակ ցավոք սրտի առողջականս ավելի բարդ էր, քան հիմա։ Գնալով ես կարգավորվում եմ, ոնց եմ ասում, թու, ներող կլնեք, թու, через левое правое плечо, да? Ուրեմն լինում է պահեր, որ ես մոռանում եմ շատ թեմայի վերաբերյալ բաներ, որ ուզում եմ մեկից ներկայացնել։ Այն ժամանակներում ես թուղթ ու գրիչ էի պահում, մոտս հիմա էլ ունեմ, թուղթներ կա, գրիչներ կա, ես միշտ գրանցում եմ, ես արհեստավոր տղա եմ, կոշիկ եմ վերանորոգել, կոշիկ եմ
կարել նոր 0-ից կոշիկ եմ կարողանում կարել։ Ուրեմն դա է հիմնական հարցը եւ ձեզ ասեմ, որ ռեգեներացիան դա հնարավոր է։ Փառք Աստծո, իմ գաղափարը տեղն է, փառք Աստծո, առողջականս վնասվել է 30%-ով, թու, ավել չգնա, ես կպաշտպանեմ դա, կաշխատեմ վերջը պաշտպանել, բայց ինձ համար շատ դժվար է։ Դժվար է, քանի որ հոգսերը շատ են։ Ես տուն եմ նոր գնել բնակարան եւ վերանորոգում։ Շատ եմ ափսոսում, որ չգտնվան, էլի կրկնեմ 1000 անգամ։ Ոչ ուզում եմ ամոթ հանք տալ։ Գիտեք ինչ, սրիկայությունը հավանական է ավելի քան կարևոր է, քան այն հրաշքները, որ ես կարող եի ցույց տալ։ Դա իրականում անցնում է հրաշքների դաշտի մեջ եւ լույսը ես մի հատ գնել եմ իր լույսը, ես ոչ մեկի չեմ լսել դա, գուցե դա գիտեին, բայց ազնիվ խոսք չեմ լսել։ Ես չգիտեմ ինֆորմացիան թողել է եկել է։ Լույսը ունի հարված, դաժե սովորական ֆանարը բատարե, լույսը ունի հարված, եթե միացնում ես, լույսը ընկավ, հարված ունի։ Լույսը ունի տարածություն բատարեի նկատի ունեմ, որ վերջը հարվածի դիստանցան է։ Հիմա ոնց եմ ես դա որոշել, ես կարող եմ դա ասել։ Ես ժամանակին ունեի սենց կապովի բան կար, բատարը միացնում էի մեծ էր։ Հա միացնում էի, իմ մտքով անցավ, երբ որ իրը շարժում էի մտովի փուչիկը։ Ես ասեցի, ինչ կլինի, որ լույսի միջոցով անեմ դա։ Լույսը ֆանարը միացեցի եւ աշկերովս նայելով փուչիկին սկսի աշխատել։ Տեսա, որ դա ավելի էֆեկտիվ է։ Հետո հասկացա, որ լույսը ունի հարված, երբ որ ես միացնում էի, անջատում էի, զգում էի դա, տեսնում։ Ինչ եմ ասում, տելեպարտացիան գոյություն ունի։ Քանզի օրից մի օր էլի փորձարկում կատարելուց ես սենյակի մեջ ընքան սովորական տան լույսով, ընքան էներգիա բաց թողեցի, որ իմ տեսողական դաշտից այդ փուչիկը կորավ, սեղանի վրան էր։ Մոմենտակ այդ լույսը կորավ։ Բայց հետո որ դանդաղով արագացրած ես սկսի նայել, տեսա, որ այդ փուչիկը ռեզկի ֆռած։ Ուրեմն եզակացություն կայացի, գուցե եւ սխալվեմ, բայց դժվար, որ փուչիկը ձեր բերեց իր առանձին միջավայրը, էներգետիկ։ Եվ ընդ աբալոշկեն փակվել էր ուրիշ, ոնց որ մեր как наш земной шар, հա, ну не шар, а плоская земля, да։ Ոնց որ այնտեղ արդեն ուրիշ միջավայր էր։ Իր կիսլարոդով, իր ամեն ինչով, որտեղ փուչիկի կողերը այսենց էներգետիկ դաշտը լիցքավորվել էր։ Դա էլ է իմը։ Ես գուցե հիմա չեմ կարող ավելի գիտական ձևով ներկայացնեմ, բայց ընդհանուր առմամբ ես հասկանալ եմ, չէ՞ ձեր համար, ես մկրտիչս։ Հա, դա էլ է ձև։ Ու շատ, ցավն է տանում, շատ այդ թեմայի վերաբերյալ, ինչ եմ ասում, սա գլոբալ, շատ այնպես լայնածավալ թեմա է, որի մեջ մտնում է թե հոգևոր, թե պատմական, թե գիտական, թեմաները շատ են, բայց ցավոք սրտի ոչ հոգևոր աշխարհից, ոչ պետական, ոչ գիտական, ոչ մեկ չգիտեմ ինչի, միայն մեկ մարդը, տասված իրան առողջություն, նա համարձակ տղա է, ապրինք, ես ծխեմ, այսօր 4-րդն է, աշխատում եմ վերացնեմ սիգարետը, բայց ոչինչ, էձև, եթե ես չեմ կարողանում Facebook-ով ուղի եթեր դուրս գամ, որտեղ չգիտեմ ինչի Facebook-ս ասում է ինչ-որ ընդ պիտի ունենակ սքան ձայներ, թե բան դրա համար։ Հույսով եմ իմ խնդրակը կանեք, չիպը վերցրեք զապիս արեք։ Եվ իմացեք, ես եմ հեղինակ այդ ավանքի։ Եթե տարիներ հետո որից է մեկը
կասի, որ սա, ասենք, ինչ-որ այլ ազգի ներկայացիչն է, կարակ համարցակ չիպը հանեք ու ասեք դու ստում ես։ Սա մեր հայ տղամարդները, մանումենտում մեծացած, մեր Հայաստանում ծնված, Արմենիայում։ Մենակ այս տղեն է, ես մգրդիչս, ես հպարտ եմ, ես ոչ թե լոպազանում եմ, այլ ես հպարտ եմ այն առումը, որ ես կարողացել եմ պատասխանը գտնել համաշխարհային արենայում, չկա որևէ մի գիտնական, որ պատասխանը իմանա, ես բարձր եմ դրանով, իսկ մնացածով ես ժողովրդի մեջից առած ծնունդ ձերպես արեստավոր տղա եմ, շատերիդ պես։ Եվ բազմաթիվ անգամ կարող եմ կրկնել, եղել եմ կինոմեխանիկ, որից հետո ունեցել եմ վիդեոկաբելային, դե այդ ամենքը արդեն բավական էր, չէ, որ ես հասկանայի։ Ուրեմն ուսիրիցելներ էինք դնում կտուրներում և սիգնալը ուժեղացնում էինք եթերի։ Ես տնից սովորական էլեկտրոնիկ վիդեով է ցուցադրում, կասետները դնում անում ենք, հետո միկրոֆոնով սկզբից գրում էի, հետո միկրոֆոնով սկսեցի ծրագիրը հաղորդել։ Այդ ամենքը արդեն ես հասկանում էի և գիտեի, թե կինոմեխանիկ եմ, թե լույսը ոնց է պատկերը փոխանցվում։ Եվ այն նկարները, որ ցույց էին տալի ամպերի վրով ձին վազումը կամ որևէ մի բան, ես ոչ թե զարմացա, այլ իմ համար դա զարմանք չէր, այլ կարելի ասել ուրախացա, որ կարողանում են հեռակառավարման այդ լույսով կինոյի պես լույսը կադրը փոխանցեն, որ ձին վազում ամպերի վրա եւ այլն։ Դա էլ է ձև, շատ բան կա, որ ես կասեմ, ես խոստացել եմ, չէ, մի օր օրից մի օր ես շատ երկար ելույթ կունենամ եւ ավելի մանրամասը կարա բացատրեմ, իսկ ինչ վերաբերվում է այն մարդը, որ անում է, ես կարամ դա էլ նշեմ, որ ասել եմ իմիջիալոց, որ ռեգեներացիան ինչի համար եմ ասում, կա, որտեվ ես ինքս գիտար եմ նվագում, ճիշտ է պրոֆեսիոնալ չեմ, բայց մի սի սոլ ռե լա մի 6 դրամի գիտար, վերև է մի սի սոլ ռե լա մի, որ հիշում եք նույնն է։ Ուրեմն եթե ամենաբասը խփեմ մին, նրա ձայնը ես զգում եմ, որ իմ օրգաններից որից մեկը վիբրացիա տեղի ունեցավ, մին սին, մի ուրիշ օրգանս, և դա հաստատված է, ուրեմն էլ չեմ խոսա, ես գտել եմ, որ կարելի է ռեգեներացնել, այ ամպը ինչ գեղեցիկ է այնտեղից նայում ինձ, որ կարելի է առանձին օրգանները բուժել էներգետիկ դաշտով։ Դա հնարավոր է։ Ես երկինք նայեցի, մի բան զգացի, կներեք, այդ ձեր պատահում այն մոտ։ Այսքանն էի ուզում ասել, և վերջ, եթե կա մարդ, որ ցանկություն ունի, ես էլի թողեմ իմ համարը 098 86 61 96, հարգանքներով Մկրտիչ Նիկոլայ Կարապետյան։ Այսքանն էի ուզում ասել, հաջողություն ձեզ։